Wanneer men gaan gordi dan kunnen ik gordi. Tenzij dus gali. İnşallah minda men tamam panjum pardetum imanang yepen kaşvatelu. Եթե բացակայից շաշատատորեր համար վճարելու են, մենք ոնց ենք անելու մեր տան պրոբլեմները, մեր հարցերը լուծելու համար։ Գնացինք, քննչական կոմիտե գնացին, այս ներկայացան, ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չեն տվել։ Ասացին, որ դաժե կենտրոնականում ես գնալ, մեզ ներկայացին, որ որտեղ էլ գնաք, կոնկրետ այժմ ոչ մեկ իրավասու չի պատասխան տալ, այսքան հուշ գաղտնի է երևի, չգիտեմ ինչ են որոշի իրեն։ Միակ հարցը մնում ասենք կառավարությունը պատասխան տա, երևի ժողովուրդը ասենք պլանավորված չի, բայց ով ցանկանում է, ասենք գնանք կառավարություն, պարոն Պապոյանին դիմենք, մարդու իրավունքի պաշտպանին դիմենք։ Չէ, ակցիա չէ, պրոստը գնանք նույն հարցերը տանք իրանց, ասենք երբ է բացելու մեր հիմնարկը։ Առանձնապես եսիմ ակցիայի կարիք էլ չկա, որտեղ բոլորս էլ հասկանում ենք, եթե ասենք կառավարությունը որոշել է կամ ասենք վերևում որոշել է, որ փակեն հիմնարկները ինչ-որ անորոշ ժամանակով, մինչև իրանք այդ հարցերը չլուծեն, իրանց մեջ երևի հիմնարկները չբացան։ Էլ է թող լուծեն, բայց մեզ մի պատասխան ասենք, գնացեք մի ամիս սպասեք։ Որ խոսքի ասենք, հույսով սպասեք կամ պետք է գնա ասենք բանկերում դիմումներ գրեն, որ ասենք հետաձգեն, թե քանի ամիս աշխատավարձ չեն ստանալու, ասենք գոնե վարկերը կանգնացնեն այդ վարկայմությունները, կոմունալը դա չեն կարող անել, կոմունալը ստիպված մի տեղից պետք է չարեն։ Ավտոմատ անջատում է լույսը, շորջին անջատում է, որ չմուծենք։ Ամեն հարց էլ կա, այնտեղ սնունդի հարց կա, երեխեքի հագնելու հարց կա, այդ 2 ամիս հեսա դերմատոպրոցը, եթե մի ամիս 2 ամիս է կանգնան, դա խնդիր առաջանում։ Այսքան ժողովրդի մոտ իրոք խնդիր է, եթե կառավարությունը պետք է ինչ է, այսքան մարդուն սարքեն անաշխատունակ, հետո պետությունը մտածի, ոնց վճարի, այսքան պետությունը պետք է վճարի այդ վնասների համար, ես դա չեմ հասկանում, այդ մարդիկ մեծ վնասներ են կրում։ Բաց են, որ իրանք աշխատում են ու աշխատավարձ չեն ստանում, բայց բավականին մեծ վնասներ են կրում, որ իրանց ընտանիքի անդամներն էլ հետ է։ Դե եթե ինք պետությունն է որոշե փակի էս հիմնարկը, որոշակի ժամանակով, ասենք եթե արտադրությունը չի աշխատում, եկամուտ չկա, ստիպված պետությունը ոչ թե ստիպված, այլ պարտավոր է գոնե փոխհատուցի այդ բանը կանգնելու համար, որ որոշումը կայացնի։ Ուրիշ ես այսինքն այդ 2 ամիս կամ մի ամիս կանգնելու համար, ով տնօրինությունը պետք է վճարի, եթե եկամուտ չի ելել, այս մարդը չի աշխատել, ասենք պարտադիր կանգնացել են հիմնարկները, ասում են պետությունը պետք է փոխհատուցի այդ կանգնելու համար։ Իր հարցերը լուծելու համար, թե օրինական է, թե անօրինական է, իրանք գիտեն, չեմ խորանում դրա մեջ, բայց գոնե այս մարդիկ, որ sense կանգնած են օրական գալիս են աշխատավարձի համար գնում են, որ պետությունը պարտավոր է փոխհատուցի, ուզում են մի տարի կանգնացնեն։ 3 ամիս արձակուտ գնալուց, ասենք 3 ամիս պարտադիր վճարում է, չէ՞, հիմնարկությունը։ Այդ պրաստոյի համար թող վճարեն այս մարդկանց, իրանք էլ հասկանան, հա, սպասենք մի ամիս, 2 ամիս, բայց վճարումները թող լինի։ Ձեզ կտան, թե Դեսի չեմ կարող ասեմ, դա կառավարության որոշումն է, բայց եթե խելամիտ մարդիկ են նստած, դե պետք է որոշեն, որ այս մարդիկ իրոք ճգնաժամի մեջ են, պետք է փոխհատուցեն։ Եթե որոշումը մեկը մյուսի համար ինչ-որ որոշում է կայացնում, այսինքն պարտավոր է, չէ՞, խոսքը ինքը պարտավոր է այդ մարդու հարցերը հոգը։ Հիմա ես 70 հոգից դե մնացած հիմնականում չգիտեմ ինչքան մարդ աշխատում, այդքան մարդ, այսինքն ամիսներով կարող մի ամիս, կարող 2 ամիս չեմ կարող ասեմ էլի, բայց պարտավոր են փոխհատուցել, գոնե, որ այս մարդիկ իմանան իրենց անելիքը։ Թե չէ եսի հրարում են ժողովրդին, որ ելեք ճանապարհ փակեք, իրանք են հրարում, ոչ թե ժողովուրդը, այլ իրանք են հրարում, մենք էլ չենք ցանկանում այդպես քայլերի գնալ։ Պետք է ակցիաների համար չեն այս մարդիկ եկել, մարդիկ եկել են աշխատելու համար։ Հիմա ոնց որ մարդկանց անպայման ինչի համար։ Պրինցիպ ենք ցույց գնացեք փակեք մենք չթողենք։ Հələ չենք ուզում։ Բայց ես կոչ եմ անում կառավարությանը, որ եթե դուք փակել եք, որոշում եք կայացրել, բերեք այս մարդկանց հարցերը լուծեք։ Դուք պարտավոր եք մարդկանց վճարել պրաստոյի համար։ Մենք չենք մեղավոր, այս արտադրությունը փակվել է։ Սրանք աշխատող, մենք աշխատող մարդիկ ենք խոսքի։ Այդքան բան։ Հիմա եթե կառավարությունը այդ հարցին չի պատասխանի, դա չգիտեմ։ Այդ հարցի լուծումը ոնց անել։ Մարդիկ արդեն սկսել են ծրվել, գնալ իրենց գործ արել։ Եթե այդ են ցանկանում ես հիմնարկը փակվի, խնդիր չկա, ասեք հիմնարկը փակում են, գնանք տներով։
ուրիշ, ասենք նպատակ ես չեմ տնում, էլի, ելնենք հակաօրինական գործողություններ անենք, ինչ-որ հետո վաղ այսօր ասեն, տեսեք, ինչ-որ ակցիա են անում, ինչ-որ թեմա են տալի, որ խոսքի ասենք, ինչ-որ կուսակցությանը օժանդակելու համար բան, այդ բան չկա։ Մարդիկ եկել են իրենց աշխատանքի համար։ Թե ով կօժանդակի, որ կուսակցությունը, դա ոչ մեկի չի հետաքրքրում։ Շնորհակալություն։